Սարգիս Մահսերեջյան Անունը որ անմիջականորեն եւ սերտորեն կապված է սփյուռքահայ մամուլին ընդհանրապես եւ աստագին հատկապես, որովհետեւ աստագի մեջ անոր առաքելության երկար տարիներուն խմբակրադունը դարձավ ընկեր Սարգիսին ոչ միայն լիաժամ աշխատանքի վայրը, այլ նաեւ դունը, հարազատ երթիքը, իսկ աստագջիները, ինչպես կգոչեր ինք, իր մտերիմներն ու ընտանիքը։ Սարգիս Մահսերեջյան ծնած էր 11 հունիս 1950-ին Հալեբ, Սուրիա։ Հալեբի գրտասիրած նախագրթարանեն վկայական ստանալ է ետք մեկ տարի կհաջախե ազգային Քարեն Եփեջեմարան, որ մե ետք 1964-ին ընդանյոք կփոխանտրվին Բեյրութ, ուր կհաջախե Բուրչամուդի հայավետարանական Շամլյան Տատիկյան վարժարան, ապա Հայգազյան կոլեջեն կստանա իր հայագիտականի վկայականը։ Խոսիլ Սակո Մահսերեջյանի մասին կնշանակե խոսիլ երեք տարբեր մարդերու մասին, այսինքն գլխակիր մարդը, իրավես գլխակիր մարդ, իր մարդկային բոլոր առաքինություններով, հայը, դաշնակցական հայը, քաղաքապարական հայը եւ լրագրողը, որ ամեն մեկ հանգրվանին երբ կհանդիպիս իրեն շատ ավելի խորանաս իր առաքինություններուն եւ բոլոր ունեցած առավելություններուն մեջ նախ պետք է ասեմ որ Սակո Մահսերեջյանը լրագրության դպրոց էր աստագին համար ունեցավ բազմաթիվ աշակերտներ պատրաստեց սերունդ, որոնց մեկը հբարդորեն ես եմ եւ երախտաշատ մոդեցումներով, ապրումներով մինչեւ այսօր գմտածեմ այդ մասին, երախտաբարդ եմ, որովհետեւ իրավես Սակո Մահսերեջյանը ընկեր Սակոն ասպարակային ինձի համար եւ դարբեր սերունդներու համար եղավ իսկապես դպրոց։ Ընկեր Սարգիս կտասավանտե հայավետարանական Թորոսյան եւ Շամլյան Տատիկյան վարժարաններու մեջ աշակերտներուն փոխանցելով հայության արժեքները, ավանդներն ու պատմությունը, գոփելով սերունդներ, որոնք աբակային աշխուժ դերակատարություն պիտի ունենային մեր ազգային կյանքի մեջ։ Գմիանա համասկայինին, նախ իբրև անդամ ու ապա վարչական, սակայն իր կորձին ու վաստակին գլխավոր դաշտը կհանդիսանա հայեղապոհական տաշնակցությունն ու անոր մամուլը։ 1976-ին մուտք կգործե աստագի դարպասները նախ իբրև խմբակիրի օգնականը, իսկ ապա խմբակիր տնօրեն։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ամենեն դժվար ու լարված փուլին արևմտյան Բեյրութի մեջ ընկեր Սարգիս աստակ օրաթերթի խմբակրությունը գվարե ավելի քան 2 տասնամյակ, հաճախ կյանքը վտանգելով եւ երբեմն ընտանիքեն հերու շաբաթներ շարունակ խմբակրադուն մնալով, արհամարելով ամեն տեսակի վտանգ։ 1998-ին կյանքի շոկեգարկը ընկեր Սարգիսը գտանի Լոս Անջելես, ուր հայ վարժարաններու նախագրթարանի եւ միջնագարկի աշակերտներուն համար գնախացերնե մանկապատանեկան քիրքերու պատրաստության, իր իսկ հեղինակությամբ եւ հայ քիր մատենաշարի հրատարակությամբ։ Խոսիլ Սակոյին մասին կնշանակե անդրադառնալ վարպետիմը, որ իր ամբողջ աշխատանքային տարիներուն ընթացքին եղավ ղեկավարող միտք, քաչալերող անձ եւ ստրդագից գործընկերմը։ Ես կրնամ անվարան խոստովանիլ եւ վկայել, որ առանց Սակոյին ես պիտի չլայի այն, ինչ որ եմ այսօր։ Մեծ մասամբ կբարդիմ Սակոյին ժրաչան աշխատանքին, հոգածության, թելատրանքներուն, ուսուցման հրաշալի եղանակներուն եւ այն ամեն ինչին, որ Սակոն փորձեց նոր սերունդին, խմբակիրներուն նոր սերունդին փոխանցել։ Աստակի արգին դակ Սակոյին հետ
բարեփոխություն ունեցա աշխատելու երկար տարիներ։ Հայ մամուլի դաշտի մեջ առաջին քայլերս նետեցի սակոյին հովանավորությամբ եւ հսկողությամբ։ Ասիկա ինձ համար մեծ պատիվ լալի ավելի իսկապես փախտավորություն է, որովհետեւ երբ սակոյին նման անցիմը հետ գահարապերինք եւ գարանջվինք, իսկապես կնկատենք, որ նման անցմը իր խոր գիտելիքներուն, հմտություններուն շնորհիվ չէ վերածված եսագետրոն անցնասեր եւ փարասեր անցիմը, այլ ընդհակարակը համեստ հրամանատարիմը։ Սակոն բարին ամբողջական իմաստով համեստ հրամանատար էր, հմուտ վարպետ էր, հրաշալի ընկեր էր։ 1998-ին անբաշտոնի կգոչվի ազգային առաջնորդարան որպես դիվանաբեդ եւ թեմական ու առաջնորդարանի գործերը գվարե ամենայն պատասխանատվությամբ։ 2019-ին անհանգստյան կգոչվի եւ իր կյանքի մնացյալ օրերը գանցնե գողագիցին Արփիին եւ եղբորը Հովիգի ընտանիքին հետ։ Ան աչքերը արհավետ կփագե 10 փետրվար 2026-ին։ Վերջին անտիբումը տասական խորակիր մնե, բայց այդ խորակիրը վիտնեմ Սակոյի մասին խոսելու համար։ Սակոն երբ Լոս Անջելես գնաց, միշտ իրեն գսեի, որ երբ Արժանտին բիդիկաս եւ գխնդար սովորականին մեզ։ Երբ առաջին անգամ հանդիպեցանք Գլենդեյլի մեջ իրենսի դեսար, թուն չեկար ես եկա։ Հետո շատ դարիներ անցան եւ արիտը չեղավ, մինչեւ որ անցյալ դարի առաջին անգամ արիտը եղավ ինձի Գլենդեյլի երթալու։ Դղաս, որ իր սենյակի մեջ 3 բաստար ունի եւ այդ 3 բաստարներում մեջ Գաբրի գրնան կսել այսպես, երբ հարցը քիրքերուն գուկա, պետք ունի թուղթին, քիրկը ցերկը բռնելու եւ գարտալու։ Եվ ինձ մե խնդրած էր, որ Էրնեստ Հեմինգուեյի The Snows of Kilimanjaro վեպը իրեն բերեմ։ Ուրեմն Գլենդեյլի մեջ Barnes & Nobles միակ մեծ գրախանութ էր, ուրիշ բան չէր մնացած։ Կոնե այնտեղ որ ես կմնայի, երբ կացի քիրկը փնտրելու չգար, հսկա գրախանութի մեջ չգար եւ ինձ եսին, որ գնանք 4 օրեն բերել, 4 օրեն գարելի չէր։ Ուրեմն Սակոյին հետ պիտի տեսնվեինք հերացայնով խոսքը բերե իրենսի, որ գիտես դղաս ասկիրկը գուզեր եւ չկդա, Barnes & Nobles-ի մեջ չգար The Snows of Kilimanjaro։ Լավսավ, ուրեմն երբ հանդիպեցանք ճաշարանը, առաջին ուրեմն ժեստը որով հանել փոքր զրարմա ասիկա դղուտ համար եսավ բացի եւ մեջը քիրքներ եւ հոնդերուն վրա աշուշտ սելֆի մանեցին կրգեցի դղուս սելոմար որ նայր ամոսակոն քեզի կդավաս քիրքը եւ at եղավ վերջին անտիբումը գրականության մասին խոսեցանք մեր կյանքի մասին անշուշտ հայկական իրականության Հայաստանին, Սփյուռքին վիճապանեցանք, խնդացինք, մանավանդ խնդացինք եւ ասենք նորեն կտեսնվենք անպայման բայց այլևս պիտի չտեսնվենք իշադական տարամ մնասակոյին Սարգիս Մահսերեջյանի նման հադու, աշխուժ եւ ժամանակին հետ ընթացող քրիչի մդեր անցիմը գորուստով ազդագի ընտանիքը եւ հայ հրաբարակագրական համայնքը գործընծուցին նվիրյալ անխոնջ եւ փարացիորեն մինչեւ իր մահը քաղաքապարական մեր մամուլին ծարայած կուրծիչմա, որում բացակայությունը արդեն իսկ զգալի է մեր իրականության եւ մամուլի էջերում մեջ։ Չէ, կսխալինք բոլորս, նույնիսկ ինք Սակոն, Սարգիս Մահսերեջյանը Սակոն, հալեւ չէ ծնած այլ աստակ, մի դադամսիկ, մի գասկազիկ, ոչ ալ հարցածրումի դագարեք, այո, Սակոն ծնած է աստակ, ապրած է աստակ,
սնանած է աստակ, թրձված է աստակ, թրձած է աստակ։ Աստակը թերթին անունը չէ, այլ ինքը Սակոն, թերթը, օրատերթը, տաշնակցության օրգանը, տաշնակցական օրգանը, թեր ավելին տաշնակցականի մկուրկուրանքի դակ գտնվող օրգանը։ Թերթը Սակոն էր, Սակոնալ թերթը, խմպակիրները գերտան գուկան, խմպակիրը կնայուն է, իսկ թերթը մնայուն։ Ազգին իսկական զավակն էր Սարգիս Մաղսերեչյան։ Այդ բաժարով ալ իրանցնականեն միտքեն, հոգիեն, ժամանակեն եւ ներուժեն դվավ ազգին, մամուլին, գերդեց սերունդներ, ուսուցիչներ, մամուլի կորձիչներ, տաշնակցականներ եւ իսկական հայեր։ Ստորակրեց փազում հոդվածներ, որոնք իրենց դերակատարությունը ունեցան հանրային գարցիկի ձևավորման եւ քաղաքապարական երիտասարդություն գոփելու առումով։ Բայց Սակոն իմ երևակայությունս եւ ինձի համար է ու պիտի մնա այն հրաշալի անձնավորությունը մակրամակուր տաշնակցական ընկերը, որ ոչինչ խնայեց, որովհետեւ իրեն հանձնված բարդականությունը վերածե կյանքի, աստակ իրեն համար կյանքի գշրույթ մի եղավ եւ աստոր մեջ կգայանա Սակոյին մեծությունը։ Մենք բոլորս իմ սերունդիս խմպակիր ներկայացուցիչ ընկերներս եւ ընկերուհիներս վստահաբար նույն զգացումներ ունին Սակոյին նկատմամբ եւ երբ մենք այսօր աշխատենք մեր գրաստեղաններուն յետին ինձ այնպես կթվի թե Սակոն ներկա է եւ հանգարց պիտի գանքնի գողքիս եւ իր մերմ ժպիտով պիտի փորձե չանալ փանմը եւս զորվեցնել։ Սակոն եղավ այն փածարիկ եւ հազվագյուտ խմպակրաբետներեն մեկը, որ միայն զորվեցուց առանց վերաբահումներու, առանց բախի, թե օրմը այս տղան կամ աղջիկը գրնան իմ դեղս առնել։ Սակոն մեծություն մներ եւ այդպես պիտի մնա իմ իշողությանս մեջ։ Իր բազմավաստակ ու ազգանվեր ծառայության համար անարժանացած է նաև Մեծիդանն Գիլիգիո Գաթողիկոսության Սուրբ Մեսրոպ Մաշտոտ շքանշանին ծերամբ Արամ առաջին Գաթողիկոսի 2 հոկտեմբեր 2016-ին։ Պետք է ասեմ, որ ամեն բանի վեր եւ ամեն բանի առաջ Սակոն լրագրող էր եւ խմպակիր էր։ Տաշնակցական մամուլի խմպակիր էր, հայ մամուլի մեջ առանձնադիպ տեսակի եւ ճիշտ այսօր համար է որ իր մոդեցումները, իր ամփասիր մոդեցումները, իր քաղաքապարական եւ քաղաքական հմտությունը եւ նաեւ քրելու իր թյուրությունը, իր խմպակրականներով եւ հոդվածներով այնպիսի ջամփամը բացած է աստագի մեջ, որ ճիշտ այս պատճառով է նաև որ աստագին հետ նույնացած է Սակո Մաղսերեջյանին անունը, անգախ ինչպես որ շատեր ասին եւ պիտի սենտեր, բատմեցին եւ պիտի բատմենտեր, որ Սակոն նաև ֆիզիկապես աստագի մեջ մաշեցուցած է իր կյանքը եւ ֆիզիկապես նվիրված է աստագի հրադարակչության, աստագի լույս տեսնելուն բادرազմի ամենեն թեժ դարիներուն։ Այս մասին շատեր խոսեցան արդարորեն եւ պիտի խոսին դակավին արդարորեն։ Ես պիտի ուզեի թրվակը բատմել Սակոյի հետ ապրած, որ ինձ համար անմոռանալի է։ Միշտ զվարթախոս, միշտ ուրախ, միշտ շփդուն Սակոն հանգարց չեմ գիտեր ինչու խմպակրադան սենյակի մեջ հավաքված եւ բարձր գզրուցեինք, կխոսեինք կորզագիցներով թուրը բացավ եւ կորած բոլորովին անագնգալ ցեվով մեզի որ լրացեք կփավե այլևս Սակոյին համար ինձ համար առաջին եւ վերջին անգամն էր որ Սակոն աստվիճակի մեջ կտեսնեի որովհետեւ ինքը միշտ հեզահամբույր, միշտ բարեհամբույր, միշտ հասկացող, միշտ շփդատեմ
եւ հասկացության մեջ վստահաբար փամմգար քիչ յետք երբ իմացանք ինչ է պատճառը ինձ համար սակոն այն ադեն դպավորեց հայու տաշնակցական դիբարի արաքինի մարդ լալու գլխակիր մարդ լալու հասկացողությունը որովհետեւ արցախյան մարդերն էին թեժ մարդեր էին եւ այդ օր բավական դժվար բահերը կանցնեին մեր դղակը մեր ճոգադը ինք գստանար այդ լուրերը եւ այդ մտնոլորդին մեջ ադոր մեջ ամփոփված այդ գացության մեջ մտած սակոն չեր հանդուրժեր այլ բան գուզեր գետրոնանալ միան ադոր վրա եւ գուզեր գետրոնանալ դալ աբրեցնել մեզի այդ իրավիճակով եւ այստեղ էր որ ինձ համար սակոն դարձավ այն դպավորիչ անձնավորությունը այն անգերց անձնավորությունը որ ամորած է մեզի համար ինձի համար եւ այս արիտով անգամ եւս իմ երախտաշատ արդայություններս երախտաբարդ կմնամ սակոին եւ գսեմ սակո հիշադակդ միշտ պիտի մնա անմար բոլորիս մոտ մանավանդ տաշնակցական մամուլի ընթերցողներուն կամ կորձագիցներուն մոտ վարձկտ կադար գրնամսել եւ լույս օգույթ Սիրելի ու հարգելի ընկեր թեև արհավետ բաժնված ես մեզ սակայն քեզ հատկանշող անցնորացությունը քաղդնասիրությունն ու համեստությունը գհամենան որովհետև համեստ էիր եւ հավատարիմ տաշնակցական քեզի հետ մոդեն ու հերվեն գաբ ունեցող յուրաքանչյուր անց բատկամ ունի քեզ մեկ աղած ու անով հարստացած ննչե հանգիստ հիշադակդ վար պիտի մնա